Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բոլորովին 2021 թվականի բոլորական ծրագրերի համար ընտրների քանակը մոտավորապես նվազել է եւ վերջերս համակարգը բարեկամների անձնաժողովի անդամներից մեկը ուղղակի համացանցում շրջանառում էր կարծիքներ ընտրական իրավունքի շենի նվազեցման հետ կապված։ Ինչ է կարծում, անհրաժեշտություն կա առաջիկայում Շեմը նկատի ունեք սահմանադրության տարիքային շեմ։ Ընտրական իրավունքի տարիքային շեմի հետ կապված։ Շնորհակալություն։ Մենք մի հարցը շնայհած տարբեր հարցերի համատեքստում են հարցին անդրադարձել, բայց քանի որ ամեն հաջորդ ընտրությունից հետո քաղաքական ուժերը պատրաստվում են մյուս ընտրություններին ու մինչև պաշտոնական քարոզարշավերի քաղաքականությունն ու քարոզն ներկայացնում միջազգային փորձը ինչպես այսպես լուրջ սահմանը որն է թեկուզ ճիշտ է գրանցումներ չկան, առաջադրումներ չկան, քարոզարշավը պատրաստ չի, բայց այսինքն այդ սահմանը որպեսզի իշխող ուժը կամ իշխող ուժը ամեն դեպքում առավելություն է մնացածին կազմում, ինչպես է դա կարգավորվում այլ Շնորհակալություն, պարոն Շուկյան, տեսեք, սկսեմ վերջից միջազգային փորձը, ըստ էության մեր ընտրական օզգի 23 հոդվածը, որը որ 21 թվականին է ամբողջությամբ այսպես ասենք վերաշարադրվել եւ նաեւ 24-ին էր որոշակի խմբագրություն, հենց միջազգային փորձի հիման վրա։ Հենց այն առաջարկությունները, որ նախորդ ընտրությունների ժամանակ ԵԱԿ-ի մեր դիտորդական առաքելությունները, ասենք ընտրություններից հետո տվել էին առաջարկությունները, որպեսզի հստակ օրենսդրությամբ հստակեցվի վարչական ռեսուրսի չօգտագործման կանոններ, ասենք եւ որ դեպքում է դա, ասենք օրինակ պետական պաշտոնյայի կողմից ինչ որ գործողություն կատարել կամ ինչ որ լիազորություն օգտագործելը կարող է դիտարկվել որպես վարչական ռեսուրսի օգտագործում։ Իսկ ես շատ ասում եմ, ինքը շատ հստակ է միջազգային փորձի տեսանկյունից, երբ որ այսպես ասենք, ընտրությունների հետ նախաշեմին, չէ՞, որևէ պաշտոնյա կատարում է որևէ գործողություն, որը օրինակ ինքը նախորդ ժամանակաշրջանում, չէ՞, ասենք, չգիտեմ, 1 տարի է, ինչը չի կատարել։ Իսկ ինքը, ասենք, այնպիսի մի բարեհաճություն է առ քաղաքացիներ, առ ընտրողներ դրսևորել, որը ինքը նախկինում նման բան չի կատարել։ Սա է միջազգային փորձի տեսանկյունից, սա է համարում, որ այդ եթե ոնց որ դա քո բնական, այսինքն ոնց որ գործունեության բնորոշ չի, այլ կտրուկ տարբերվում է մինչ այդ դրսևորված գործունեությունից, իրենք արդեն այստեղ ասում են, օրինակ այստեղ կարելի է կապ տեսնել ընտրությունների հետ, քննարկել օրինակ վարչական ռեսուրսի օգտագործման հարց։ Բայց եթե ինքը պաշտոնյան, այսպես ասենք, իր բնականon գործունեությունն է ծավալում, ասենք ընտրություններով կաշկանդել ընտրությունների նշանակման փաստով եւ ասել այդ սոցիալական ծրագրերը մյուսը մի իրականացեք, այստեղ կնեք միջազգային գործընկերներն են ասում են, դա կնշանակի ընտրությունների ժամանակ պետության գործունեությունը դադարեցնել։ Որտեվ իսկ պետություն չի կարող իր օրինակ սոցիալական ծրագրերը չի իրականացնել, որտեվ դրանից մարդկանց կյանքերն են պայմանավորված։ Եվ չէ, ես չպատասխանեցի պարոն Շովիկյանին մյուս երկու հարցին։ Ընտրողների թիվ։ Հարգելի գործընկերներ, ընտրողների թիվը իրականում 21 թվականի համեմատ, եթե օրինակ 22 թվականին դիտարկեինք ընտրողների թիվը 21-ի համեմատ, նվազումը ավելի մեծ էր։ Այսինքն մոտ 200,000-ով էր 22 թվականին դրությամբ ընտրողների թիվը մոտ 200,000-ով էր նվազել 21 թվականի համեմատ։ Որովհետև երբ որ 22 թվականից հունվարի 1-ից արդեն կարգավորումը ուժի մեջ մտավ, ըստ որի քաղաքացին ընտրողների ցուցակում ներառվում է այն դեպքում, եթե ունի ուժի մեջ անձահաստատող փաստաթուղթ։ Այսինքն մեր բոլոր քաղաքացիները ներառված են բնակչության պետական ռեգիստրում, բայց որպեսզի քաղաքացին ներառվի ընտրողների ցուցակում, ինքը պիտի ունենա ուժի մեջ անձահաստատող փաստաթուղթ։
Եվ այս կարգավորումը, երբ որ առաջին անգամ այսպես կիրառվեց, այդ ժամանակ մեր միգրացիա եւ քաղաքացիական ծառայության գործընկերների այն ժամանակ մեզ տրամադրած մոտավոր հաշվարկի համաձայն մեր ընտրողների թիվը այդ ժամանակ 150-ից 200,000-ով արդեն նվազել էր։ Այսինքն դա այն քաղաքացիներն են, որոնք որ 10 տարի եւ ավել կապը Հայաստանի հետ կտրել են։ Բնականաբար տարեստարի, այսինքն այս կարգավորումը տարեստարի կրկին, այսպես ասենք, ֆիլտրում է մեր ընտրողների ցուցակները, որովհետեւ ժամկետները լրանում, այսինքն արդյունքում ստացվում է բոլոր այն քաղաքացիները, օրինակ այսօրվա դրությամբ բոլոր այն քաղաքացիները, ովքեր որ 10 տարի եւ ավել Հայաստանի հետ կապը կտրել են, իրենք ընտրողների ցուցակում չեն ներառվել, այսինքն չունեն ուժի մեջ անձնահաստատող փաստաթիվ, իրենք շարունակել են մնալ բնակչության պետական ռեգիստրում, երբ որ անձնահաստատող փաստաթուղթ ձեռք կբերեն, իսկ դա կարող է նաեւ հյուպատոսությունների միջոցով իրականացնել, դա համար պարտադիր չի նույնիսկ որ իրենք վերադառնան Հայաստան։ Այդ դեպքում իրենք միանգամից նորից կվերականգնվեն որպես ընտրողների ցուցակում։ Տարիքային շեմի հետ կապված հարգելի գործընկերներ, դա կոնկրետ առաջարկ է, որը որ առաջին անգամ չի հնչում։ Ես կարող եմ ասել, որ ժամանակին, երբ որ ես որպես падգամավոր ընդգրկված էի Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում, այդ ժամանակ էլ եղել այդ առաջարկը, այն ժամանակ ուղղակի որպես падգամավոր իմ կարծիքը եղել այն, որ նման մոտեցումը, եթե պիտի դիտարկվի, այսինքն ընտրության իրավունքի տարիքային շեմի իջեցումը, դա նշանակում է, որ դա ավելի, այսպես ասենք, ճիշտ եւ ազնիվ կլինի, եթե թափես մնացած բոլոր, այսինքն 18 տարեկանից տրվող իրավունքների եւ պարտականությունների այս բոլոր այս ամբողջ փունջը իջեցվի, որովհետեւ հակառակ դեպքում այն ժամանակ ես ասել եմ, սա եղել է իմ կարծիքը, որ այդ մոտեցումը ըստ էության ընտրական իրավունքը ստորադասում է մյուս իրավունքներին, որովհետեւ եթե ընտրական իրավունքը իջեցնում ես, բայց օրինակ այնտեղ ամուսնության իրավունքը կամ զինապարտության պարտականությունը եւ այդ կարող ենք, ասենք 18 տարեկանից, ասենք տեսեք, Հայաստանի Հանրապետության քաղաքացին 18 տարեկան լրանալուց հետո չափահաս է եւ այլևս իր կյանքը ամբողջությամբ ինքն է տնօրինում։ Այսինքն եթե մենք սա իմ կարծիքն է, ես այն ժամանակ հնչեցրել եմ, հիմա էլ եմ հնչեցնում, եթե մենք կարծում ենք, որ մեր քաղաքացիները իրենք, այսինքն ընտրական իրավունքը կարող են օրինակ, չգիտեմ, 17 կամ 16 տարեկանից չէ, իրացնել, դա նշանակում է, որ մեր քաղաքացիները չափահաս են դառնում 16 կամ 17 տարեկանից կամ այն տարիքից, որից որ նպատակը, այսինքն այս հնչեցնում է։ Ու այստեղից բոլոր մնացած հետևանքներով։ Որտեվ ինձ համար նաև որպես նախագահի այն մոտեցումը, որ ընտրական իրավունքը այդքան կարևոր չի, կարծում եմ շատ սխալ մոտեցում է։ Ու ասեմ, ուղղակի ձեր քան որ ձեր կարծում եմ այդ մոտեցումը, ինձ թվում է այդ մոտեցումը, այսպես ասենք, շարունակի մնալ ընդհանրապես քննարկվող գաղափար։ Տեսեք, կրկնում եմ, ընտրական իրավունքը, այսինքն, երբ որ քաղաքացին որոշում է, թե ով պետք է լինի տեղական կամ գործադիր, այսինքն տեղական իշխանության իրացնողը կամ կառավարության միջոցով իշխանության իրացնողը համապետական տիրույթում, սա, ասենք, անչափ կարևոր իրավունք է, եւ եթե այս իրավունքը մենք կարծում ենք, որ 16 տարեկան կամ 17 տարեկան մեր քաղաքացիները այլևս կարող են իրացնել, այսինքն, ուրեմն իրենք կարող են իրացնել նաև մնացած բոլոր իրավունքները եւ պարտականությունները, որոնք բխում են չափահասության տարիքը լրանալուց, այսինքն չափահասության տարիքը
որը մեզան 18 տարին է, ուրեմն ամբողջությամբ պետք է նվազեցվի։ Սա իմ կարծիքն է եղել, ինչ է հնչեցրել եւ նորի կրկին հնչեցնում, որովհետեւ հակառակ դեպքում, եթե մենք կարծում ենք, որ այն մնացած իրավունքները, պարտականությունները 18-ից հետո պիտի բխեն, բայց ընտրականը կարող է 16-ից կամ 17-ից բխել, սա ուղղակի ընտրական իրավունքի անուղղակի, բայց ստորադասում։